Տիրոջ անունը փառավորվի Աստծո ժողովուրդ։ Իմ մամաս որ հարցնում այսքան աղբերներ ունես, արդեն գիտի որս բոլորը եղբայրներ եմ ասում, կամ որ տարբեր տարածքներում, ասեն թիվ չեմ կարող ասել։ Հալարական երկրի վրա, բա երկնքում ինչքան կա։ Աստված շատ օրհնի է, որ մեր ժամանակին մենակ լքված անհուսալի մարդիկ ենք իրար, բայց հիմա Աստծո ժողովրդի մեջ ենք։ Աստծո ժողովրդի մեջ ենք, ունենք քույրեր, եղբայրներ, Աստծո ընտանիք, պետք է սա Աստծո օրհնությունն է։ Մենք որ ժամանակին ոչինչ չենք ունեցել, մարդատեղել մեզի չեն դրել, հիմա որոշ արժեքավոր բան կա մեր մեջ, եթե մեզանից չի, եթե Աստծուց է, Աստծո հոգին մեր մեջ է, ամեն, գոհանում ենք Աստծո, շնորհակալ ենք։ Ես էլ այդպես մի քիչ մոտիկ եմ այդ տարածքին, Երևնաձոր, որ եղբայրն ասեց, Երևնաձորը գիտեք, Զրախտի միջուկն է, այդպես ասում, ծանոթացել։ Մենք գտնում ենք մի 7 կիլոմետր ենքով, 10 կիլոմետր ենքով, հակառակ անում Վայոց ձոր։ Այսինքն այդ ձորում վայ է տեղի ունեցել Քրիստոսից հետո 800 թվականից մեծ քաղաք է եղել, Մոս քաղաք։ Ու այդ քաղաքը միջպետական ճանապարհի վրա է ու անցողի գնացող, գալացող, իջևանատուն, հյուրանոց բան, իսկ քաղաք է Սոդոմ Գոմորի նման։ Ու երբ որ հասնում է ժամանակ, որ սկսում են քահանաներին սպանել, պղծել, ցավեցնել, մեղացնել, մի խոսքով, իրանց ընտանիքները կործանել, Աստծո բարկությունը գալիս է քաղաքի վրա։ Հազարավոր ժողովուրդ, երբ որ այդ սարը բխում է հրաբուխը, վառվում են, ու միջև այդ պեղումներն էլ որ անում են, մարդկանց ոչ մի բան չեն կարող ունեցավ վառվել։ Լցող Սոդոմ Գոմորի ժամանակ։ Դրա համար այդ անունը ձեռք ապել է, բայց մենք հավատում ենք, որ պետք է դառնա օրհնության ձոր, ոչ թե վայոց ձոր, շատ գրապաշտ ժողովուրդ են ապրում, շատ չափից դուրս, որ միջև այս օրերին էլ եթե դու ունես այնտեղ խոսքը վկայես, հիշում եմ որ խնդրիկ Պավել աղբերն եկավ ասենք ծոցյա պաշտամունք անենք, Պավել աղբոր ոտերի տակ եմ տրակաստով բոմբերից, քցին, որ չխոսա էլի, խանգար են խոսքը, չեմ ուզում ես են մարդիկ, հարամանում են, Պավել աղբերից որ հասավետ երեքով են, ասին վերջ, Են էլ լավ է, եթե խանցալկավ գնաց արանքից պրծալ, լավ վախեցել են, հակինը շատ ուժեր վախեցել են, ինչ եմ ասում, ոնց որ թե իրանց ծնողներն են, հենց էլ իրանց երեխեքն են, ինձ համար միշտ հարց է մնացել, ընդեղ Եղիսեն էր, ով էր, չէ, որ ձեռավի, արջելավ 33 երեխային իշկան կոտորեց, չէ, համասնա տնաշեն ինչ ելավ, ձեռավի, ներեք թույտ արել, անիցի դրանպայմանել, չէ, աստված բացեց ու մեջ հասկացվեց, ոնց որ իրանց ծնողներն են, նենց էլ իրանց երեխեքն են, սովորել են ասնողներից, որ հանկարծ մի հատ հոգևոր մարդ կտենակ, եղբայր լինի, քույր լինի, ինչ լինի, ձեռավի նրանց։ Այս հարցն է, ճիշտ է, սպանությունը լավ չի, եղել ազդեր քան երեխեքին, բայց ամեն դեպքում ինչ-որ լինում է, եթե մենք գիտենք դրան հետևանք կա, Աստված թող օգնական լինի, Տերը թող փառավորվի, սրտումս մի քանի կարևոր խոսքեր կան, ես ուզում եմ, քանի որ եղբայրներ կա խոսալ։ Խոսանք մարդու երկրորդ երեսի մասին, օրինակ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 38, ինչ է 44 խոսքեր, ես ուզում եմ կարդանք ու հետևություն անենք։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 38-44 խոսքեր, լսել եք, որ ասվեցավ, աչքի տեղ աչ, ատամի տեղ ատամ, բայց ես ասում եմ ձեզ, երբեք չարին հակառակն եկեք, այլով որ ապտակ կա քո աչ երեսին, մյուսն էլ նրան դարձնում։
Մենակ ես խոսքի վրա, եղբայրներ ջան, ես գիտեմ դուք շատ եք կարդացել, ձեր մեջ քարոզիչներ կան, ոսկրոկայուններ կան, ասողներ կան, բայց ուզում եմ իրար հետ նայեք, լավ որն է մյուս երեսը, հոգևորի մյուս երեսը որն է, կարճ պատասխանն է սա, չանել նրանց նման ինչ-որ նրանք են, այսինքն չէ որ մենք հաջորդ երես ունենք, լավ մեզի վիրավորում են, մեզի ցավեցնում են, մեզ հետ հաստատ այդպես բաներ հանդիպում, այսօր էլ հանդիպում, արվես դրա հետ ոնց վերաբերվում։ Մարդ կա, եղբայր կա, գիրա եղբոր հետևից տարիներով չեն կարող հաշտվեն, ուզում անպայման հատուցի, ինչ-որ նա է արել իր նկատմամբ, բայց որն է մեր երեսը։ Ես հիշացնեմ, որ 94 թվականի վայրում շատ մեծ դժվարություն ելավ։ Մերսիկ աղբերը կհիշի այդ ժամանակում մեկ էստեղա Մասիսի մերսիկ աղբերը ժամանակ եղբայրներով գալիս եկել մեկ է տարածքից եկել աղբոր հետ։ Երբ որ 94 թվականի երկրապահ ջոկատը զորացել էր, շատ էր զորացել, տղաներին տնից հանգի, տանեն ծառայության զորով, ծեծելով մի խոսքով։ Ու հաջորդով սկսան ընկնել հավատացյալների հետևից, որ դուք ազգի դավաճաններ եք, ձեզի պետք է հավաքենք, ձեր երեխեքի կանանց հետ տանենք Ջաբրայիլ, ձեզ հետ տանենք Ղարաչիկից։ Մի խոսքով, մեզի շատ առանձին հալածեցին, շատ առանձին, 4 օր, 5 օր, եղբայրների դռներն էին ջարդում, երեխեքի վախացնում էին, տնից հանում էին, գրքերը վառում էին, հավաքել տարել են քաղաքապետարան, մեր գրքերը ու այդ պահին, երբ որ մեզի հավաքել են, դες շարել են թափում են, անդադ ծեծում են, մի հատ բոլոր դες մեկը կարգոն է, հիմա հատին փոխվել է ապաշարելով, եկեք ամենը մեր աղբերների առաջ, մեր շատ բոյով, մեկ չի հասցնում դրա երեսի, հասմատզվիմ է, կզվում է, չապալաղում է, որ հոգի է, մեկ, երկուս, տեսամ այդ աղբոր գույները փոխպավ արդեն, ժանացի է, կատաղել արդեն, ասում է, ինչ անեմ արմեն աղբեր, մի 5 րոպե չին էր ինձ, ես լախկեմ սրա, լախկեմ, ասել չէ, մեզի ետքան մեղություն են տալի, եսքան ցավասնում են, պատկերացրել են պատվալը, անմիջապես զուգարանի բակն է, ինչ որ ասենք կներեք, մեզ ունեն բանսա, ոսում են բերել են։ Ուղղակի համբերությամբ սիրով տես տարել ենք ու երբ որ կանգնանք իրանց առաջ, իրանք ասին, որ ի վերջո ամեն բանի դուք համբեր եք, ամեն բանի դիմացաք, բայց ձեր գրքերը չեք ստեղել ու ձեզ էլ ձեր կանանց էլ շատ մեծ նեղություն ասպասում։ Մի մեկ իրանք ու գնացինք Բաստովին, արդեն 5-րդ կողմն է, Բաստովին գնացինք, ընդամեն 2 օր քաշել։ Ու մի խոսքը տենց մի հատ քրիկ հետ նստած, բացարձակ ոնց որ Աստված խոսար, իմ հետ երկրապահ ջոկատի շեֆն էր, ասում իմացեք որ Աստծո խոսքն ասում, ինչ որ դուք արեցիք իմ զավակներին փոխարենը ձեզ արվել։ Ու իմ աչքի բիբին դիպնողը, իմ զավակի դիպողը ճիշտ է, տենց իմ աչքի բիբին է։ Երբ որ հետո վերտայլոտով անմիջապես, շեստոյաձել են ասում են ժամանակ, իջնում է այդ տարածք, այդ իշխան երկրապահ ջոկատ ժողովուրդ կա, ովքեր որ մեզի հայրուել էին, ծեծել էին, բոլորին այդպես անխտիր ջարդում են դուք եկեքով, վեկալում են տանում են, կալանավորում են, մեկին ունեցին տարել, կոշիկի թայմանացել էր միլիցայություն են, ասել էր Ռուսաստանի չէ, փախել են խոսքով։ Հետո եղբայրներին դիմեցինք, մամիկոն աղբեր, բավեն աղբեր եկան, գնացին, ըստան, իրանց հետ խոսացին, ասին մեր ժողովրդի գրքերը տվեք։ Այդ մարդիկ դրանցով են ապրում, Աստվածաշունչները, երկարանները, ինչ որ կա, նոր կտակարանները, որտեղ տվեք։ Այդ մարդիկ իհարկե վկայել են, եղբայրները խոսացել են անցել, այդ մարդիկ ինչ որ կա հավաքել են ու տվել են, բացի հետ ինչ են ասել։ Մենք հասկացանք մեզ հետ ինչ են բանը կատարում։ Մենք այդ անում ենք ժողովրդին նեղություն տվենք, նրա համար էլ այդ պատիժը մենք ստացանք։
Ինչ եմ ուզում ասել եղբայրներ ջան, թողեք ամեն բան Աստծուն։ Մեր երկրորդ երեսը չաներ նրանց նման, ինչպես որ նրանք են անում։ Ես էլի խոսք պիտի կարդամ։ Առակաց 24-29, տեսնանք մեզի ինձի ինչ է սովորացնում։ Նորից եմ ասում 24-29 Մի ասիր երբեք, ինչ որ ինձ արավ, ես էլ իրան այնպես եմ անելու։ Այն մարդին հատուցանելու եմ, նրա գործի համեմատ։ Եղբայրներ ջան, ուրեմն մեր տարածքում Աղանազորը կամ եղբայր ունենք, այսօր հենց այդ մասին խոսում ենք եղբայրներով։ Վիզա եղբայր, ինչքան որ գնանք հաղորդության, զրույցի, հանդիպման, պաշտամունքի, գլացել է եղբայրը։ Ասել է եղբայր ջան, այս տունը ինձ ինձ է հալածում։ Այ աղբեր ջան, փոշակսել, աշխատանքսել, սաղ իրանց է, բայց ինձ շանտեր չեն դնում։ Կերակուրը առանձին ուտում է, ինձի չեն թողում ես կերակուր ուտեմ։ Այս բաների մեջ ինձի շատ են տանում, ախ ես իշխան լացեմ, իշխան բողոք եմ, ասել եղբայր ջան, աղոթքա։ Մենք էլ չգիտենք, որ չես կարող դու այդ ասում իշտեղ ապրես, այդ տան մեջ ես ապրում, բայց որ քո տղան ելելա քո առաջ, այդ արդեն պրոբլեմ է։ Դու ինչ պետք է անես, ընդամենը քեզի մնում է, մեզի մնում է, աղոթ կանենք այդ մարդու համար, այդ տղայի համար, որ այդ հպարտությունը ես մի խոսքով էլի, կոտրվի, մենակ տղան չի, կինն էլ իր հետ, մի խոսքով երեխեքին թունավորել հեռի, հոր առաջ, այս բաները այսօր շատ է կատարում ընտանիքների մեջ։ Միշտ դուս են գալի իրան առաջ։ Ատամի դեմ ատամ, ոնց որ թե Հիսուսն ասես լսել եք, սա բան եղել է, բայց ես հիմա ուզում եմ փոխվել, եղբայրներ ջան, քույրեր ջան, մնացածներ ասեք, ովքեր որ ասեք, այնտեղ կանգնած են այդ դեպուս, ինքը խրատում է եւ ասում է՝ մի արեք այդպես բան։ Առաջներում այդպես բան եղել է, բայց վերեք հիմա դուք ձեր երկրորդ երեսը ինչ է։ Նախատինք է գալիս Հիսուսի։ Հիշում եք։ Առաջի Պետրոս 2-րդ գլխում գրված այս համարը ես չեմ ուզում կարդալ ժամանակի պատճառով։ Սա երեք խոսքը, որ իրան նախատում էին։ Չէ, այդպես էր թե չէ Հիսուսի։ Իրան նախատում էին, իրան ցավացնում էին, իրան նեղացնում էին, բայց ինքը փոխարեն ինչ էր անում։ Ո՞նց է։ Ինքը փոխարենը սիրում է, էսի երկրորդ երեսն է, եղբայրներ ջան, ես էլ հնարավոր շատ այդպես բաներ հանդիպի։ Հիմի տարիներ անցել է, այսօր այդ քանի օր էլ այդ եղբայրը զանգում է, էլի լացելով, ասեմ, ինչ է, Վիդյա ջան, ինչ է ելել, էլի ինչ տեղություն է տա, չէ, նեղություն չի։ Տղերը շատ վատ վիճակի մեջ են, գելա հիվանդանոց, կոմայից դուրս չի գալի, եղբայրերին ասա թողաղոտ կանեն։ Մի հատ ուրիշ մարդ էր ասեր, բրծան, հազիվ հնարավորություն, այդ մերժի բրծան եմ, ես ինչ է հիմա գրած կյանքը, դե լավ է լավ որ տենց, չէ մի խոսքով, բայց այդ եղբայրը էլի ողբում, այն ժամանակ ուրիշ բանի եմ էլ ողբում, որ իրան նեղացնում են, ցավացնում են, հիմա էլ ողբում է, որ տղան շատ վատ վիճակի մեջ է, հարկ ասում, կոմայից ելել է, բայց շատ դժվար է այդպես խոսալը տեսնելը, էլի ասում է, որ եղբայրականին, եղբայրներին, այսօր իր համար էլ այդպես աղոթք կանեն, ասա թող աղոթք կանեն։ Տեսեք, երբեք նա չարեց իր տղայի նման, ոնց որ թե իր տղան իր նկատմամբ է, ծնող է, ի վերջո սիրտը ցավում է, բայց ինքը Աստծո զավակ է, անհավատը կարող որ իր ձեր մտածեր, ասել տեղն է, ոչ էլ կետամ հիվանդանոց, կոմերնի, և նրա հետևից եթացող չկա, բայց նա Աստծո մարդ է, նա իր մյուս երեսը կա ուրեմն, նա սիրում է, նա հարգում է, մենք էլ նույնը պետք է դիմենք։ Ուրեմն է, որ եղբոր Աստված գալիս է քո ձեռը, որը որ քեզի շատ ցավացրել է։ Նա ասում է, հազիվ ընկել ես ձեռս, այն հիմա կճանաչես դու ինձ, ես ով եմ և ով ես։ Հիմի նայեք, օրինակ Դավիթին հնարավորություն տվեց, Աստված փորձեց, ի վերջո Սավողին տվեց իր ձեռը, շատ է հետապնդում։ Այդ հնարավորությունը տվեց, նա թագավորել նա կարող, ես փրցնել ու փրցնել, բայց նա ասեց, ես ձեզ բան չեմ անում, չեմ բարձրացնի ձեր Աստծո օրհնության վրա, երբեք, չեմ անի այդ բանը, վրեժխնդրությունը տալիս եմ ես Աստծուն։ Այդ տեսեք ես այս խոսքն եմ ուզում կարդալ իրար հետ։ Էսի գրված է Հռոմեացիների 8
Ընդհանուրը խրատի գլուխ է, բայց ես կարճ կկարտամ, հռոմեացիների 12 գլուխ, 12 գլուխ, 17 խոսքից, 12, 17, մեկին չարի տեղ չար մի հատուցան, ու ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեց, եթե կարելի է, դի անցնում արդեն մյուս երես մեծ, որքան ձեզանից կախված, ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեց, ու ձեր անձերի համար վրեժխնդրություն մի անեք, Եթե մեզի տրված չի վրեժխնդրություն, կարող ամեն վնասներ, սիրելին է, այդ բարկությանը տեղ տվեք, ես ժամանակին տես մտածում եմ, համ վրեժխնդրի մի ամեն բարկությանը տեղ տվեք, ըլեմ էտան ինչ անեմ, պատասխան տարան տեց, ու հետո հասկացան, որ սա աստո բարկությանը տեղ տվեք, ունակ Դավիթն ասեց, իր առաջ դրեցին կանոն դրին, որ 3 տարի սով, կամ ժանդակ, կամ սենց, մարդկան ձեր, կամ աստո ձեր, ում ձեր մեզ ուզում ունես, ուզում եմ աստո ձեր, որտեղ ինքը ինչի է հասկացել, որովհետև մարդը շատ ահավոր գազան ակնել է, որ անց է ոսում, եթե աստված չունենա, վայ եկավ մեզի տարավ, եթե ընկանք անհավատ, դեց հավատացյալ, որ բայց անհավատ է դեց, ավելի լավա տանք աստուն ասենք աստված ջան, դու այդ հարցը կարգավորեք, որտեղ դու շատ ողորմած ես, ներող ես ու սիրող ես, ես կարող չամպերեմ, ըլում այ եղբայր կա, անկից ասում այդ, ասում այ եղբայր ջան, մեկ էլ որ եկա առաջ կարող չամպերեմ, պամ սեց ես ինչ է, ասում եղբայր ջան, բայերում մնաս, քո սիրը, քո խաղաղությունը, ինչ ես տես կրգժները չա եղել, հետապնդում այնց, ասում չի պոկվում եզնից, Անթաց է, հա ինչ, քո պատասխանը չա, քո մյուս երեսը, ու իմ մյուս երեսը ներելա, վրեժխնդրությունը մեր բանը չի, աստված թողովի, մի համ, ու վերջ ասնեմ ես էսա, եսի գրված է Արագազգի 20-22, Արագազգի 20-22, Ինչ ասովորացնում ինձ ձեստը մի ասիր չարության փոխարեն հատուցանը իրոջը հուսացիր ու նա քեզ կազատե ամեն նեղություններից ամեն չարություններ շատ արվում մեր առաջ մի օրինակ ասեմ մի վրայով տարիներ շարունակ քեզ շատ են տարապել Գյուղում մեկը կար, որ մենակ երևի այդ մարդն էր իմ դեր, որպես հավատացյալ։ Ու անդադ ինքն էր ուզում ինձ նեղություն տալ, ոչ մեկը չէր տալ։ Ու եղբայրներին ասում, եկեղեցու մի աղան աղոք է կարեմ, այնպես շատ մարդը, այդ մարդը շատ աչարացել նրան, որպես հավատացյալ ընտանիք էր ինձ։ Ինչ անեմ, ասեմ, ես թշնամիներ չունեմ ես գյուղի մեջ, բայց այդ մարդը շատ անկած իմ հետ է։ Եվ գնացի տեսամ իմ բաղ, մեծ այգի ունեմ հեկտար ուղտեց, շատ էր չարչարվում ընտանիքը ունդեղ, ովքեր եկել են տեսել են շատ էր չարչարվում, իրա որոր անասունը, երեք մենակ ընտանիքի անդամներ մնացել ունեն չէին, ձիերով, օրերով, ցուրերով, մանր որդերով, մի խոսքով, սա մեր բաղ է, այդ տարիներ առատ բերք են ստացել, առատ բերք, դու տենում ես սա, այդ առատ բերքը, ես կրծում են, ջարդում են, թապում են, մի խոսքով, այդ բային ինչ կրնես, մահի մարդը ձարդնի, տակարիվանի, տենց էլ չի նամ, հայրո ես, էլի չես կարող, այդ գյուղի մեջ ճանաչված, ասել եղբայր ես, ես գում եմ, բա ինչ պետք է այսօրին, իրա գնաց իրասպում, ասի արի շատ եմ խնդրում, այդ ամնարկես ընդ է ինչ է կատարում, բա ինչ է եղել, Դե ասել, բարի կտենաս էլի, որտեղ շատ բերք էր թապեք հետին, ասել ետանպես իմ վնասի վիճակը ինչքան է վնասվել ես, ինչ անեմ,ետան մասպետարան, բողոք են, ինչ անեմ, որ դու ինձի վնաս չկաս, հմե ասի, քեզի որ անեմ, ինչ կանես, դե ասմա, ինձի որ անես, ես դատի կտամ քեզի, կհատուցես, ինչ որ արես, ասի հենա նույնեն դու ես իմ նանում, ասմա, ինչ է, Ունն է ուզում ես գնա բողոքի։ Ես տեսա մեր բողոքելու տեղ չունեմ, մեր տիրոջը բողոքի։
ամենագերագույն։ Անցավ 2 տարի տենց, բերել եմ իմ տարածքս, ասեմ, ոնց են ասում մեր տարածքում, մեր աղորը բերել ես։ Տարածքս կդարի փակել, աստված տենց հրաշք է սա, զանգին ասին, այսքան մատերիալ կա, ժեշտ կա, բան կա, հարի կա, փակի շատ ենք տանջել են տանիքով, փակել ենք։ Իմ այդ դուրս փակում եմ, ում ուզում է վնասել։ Ամի հետի հողամաս ասվարք է, էլ ասիլ չի նայեմ, էստեց հիանում ես էլ։ Անցնում եմ, սա անասում եմ դրա հողամասի մեջ։ Խղճի սվերեն ունենց ասեց, գնացին, ասին հարցում։ Հալեք ուտես, հո տարածքը ինչ էր անում է, բա ինչ էր, ասեմ, գնատես, և սա անասում եմ դեղա։ Բա ոնց, ասեմ, հա, բա գիտես ինչքան են չարչարում, ինչքան են կանջվե, հեսակետան տես, մեկ էլ սուս մնաց։ Արա, բայց դու պրծար, հակար պրծար։ Ասեմ, քեզնից պրծար։ Պրծել եմ քեզնից, հա, ասեմ, ինձի ոչ մեկը վնաս չէր տանի, ես տանի։ Ասեմ, հիմա գնանա ինչքան վնաս են տվել, որ դու հասկանաս, մարդու վնաս տալ ինչքան բան անա։ Մի արեք, են մարդկանց նման ինչ որ նրանք են անում։ Ամեն մեկ անունի Աստծո առաջ